Հայաստան ինչ որ հիմա տեղի է ունենում, ըստ էության ես կարող եմ առաջին արձանագրեմ, որ ինքը հանդիսանում է պետություն եկեղեցի հարաբերությունների, այսինքն տարանջատ աշխարհիկ պետության սկզբունքի խախտում։ Առանձին էլ խախտված էր։ Ում կողմից։ Իշխանության կողմից։ Առանձին էլ խախտված էր, երբ որ եկեղեցուն տրվել էր առանձնահատուկ դեր, իմ նշած այդ կարգավորումներով եւ արտոնություններով եւ նաեւ չկարգավորված իր այդ հարաբերություններով եւ եկեղեցին ըստ էության քաղաքական իշխանության դե ֆակտո մաս էր։ Հիշեցնեմ նաեւ Մեռելոց օրերի, հա, այդ տարբեր ուրեմն արտոնությունները, որ ուներ։ Այսինքն ինքը հանդիսանում է ոչ թե աշխարհիկ պետության սկզբունքի վերականգնում, այն է պետություն եւ եկեղեցին տարանջատելու, այլ ներկա իշխանության կողմից այդ սկզբունքի խախտման շարունակություն ուղղակի նպատակն է, որպեսզի եկեղեցում այսպես կոչված հասնեն ինչ-որ բարեփոխումների նկատի ունեմ, ասենք կաթողիկոսը քանի որ հռչակվում է, որ կամ պնդվում է, որ ուսակրոն չէ, հետեւաբար իրանք չունի կաթողիկոսի պաշտոնը զբաղեցնել, որը քաղաքական կամ աշխարհիկ պետության կառավարության խնդիրը չէ,